Պարոն Սարգսյան, վերջին շրջանում նկատում ենք նախաքննական մարմինը բավականին ակտիվ կերպով օրենքով գողեր, քրեական ենթամշակույթը կրող անձանց է խափանամիջոցներ ընտրում կալանավորումը, դուք ում պաշտպանություն եք իրականացնում եւ սա ինչ երևույթի հետ եք կապում։ Ես ներկայացնում եմ Ռաֆայել Պետրոսյանի շահերը դատարանում, միջդատական վարորդությունների դատարանում, գործը այլևս միջդատական վարորդ ավարտված է գտնվում է դատարանի վարորդում, նախնական դատարանների փուլում է, իսկ ինչ վերաբերում է Հանրության շրջանում ներողություն ինչպեսի անունով էր հայտնի իր մականունը։ Մականունը Աֆո է, բայց դա կենցաղում իրեն Աֆո են կոչում։ Ինք իրեն ժամանակին Աֆո է ասել, թե այդպես մնացել է իր անունը որպես Աֆո, կենցաղում այդպես են կոչում իրեն։ Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող, իբրև թե անձանց մասով քրեական հետապնդման ենթարկելու ընդհանրապես երևույթին, երևույթը ինչպես գիտենք քրեականացվել է վերջի քրեական օրենսգրքով, որը օրինական ուժի մեջ է մտել, գործողության մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից եւ ընդամենը 4 հանցակազմ է նախատեսում։ Նշեմ, որ այդ 4 հանցակազմը իրավունքի եւ օրենքի հետ ուղիղ խնդիր ունի, որտեղ կոնկրետ դեպքում մենք խնդիր ունենք իրավական որոշակիության հետ։ Այդ հանցակազմերը, 4 հանցակազմերը, որոնք նախատեսված են քրեական օրենսգրքում, այդ կապակցությամբ առաջ է եկել իրավական որոշակիության խնդիր, որը որ օրենսդիրը չի լուծել այդ խնդիրը իրավական որոշակիության։ Մասնավորապես խոսքը վերաբերում է նրան, թե ենթամշակույթ հասկացությունը որպես այդպիսին ինչ է իրենից ենթադրում, ինչ է իրենից ներկայացնում, որովհետև ենթամշակույթ այո, եւ կարող են ապացուցել, որ տվյալ անձը քրեական ենթամշակույթ կրող է կամ կրող չէ, չգիտեմ, որովհետև ենթամշակույթ բառը ինքը արդեն ենթադրում է որոշակի ինչ-որ մշակույթի գաղափարներ։ Մարդուն մենք որևէ գաղափար կրելու համար չենք հետապնդում կամ ենթադրում, որ նա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, որովհետև զբաղվում է յոգայով։ Օրինակի համար եմ ասում։ Այս պարագայում քրեական ենթամշակույթ կրելու հետ կապված ինչ են անում, արդեն սովորույթ է դարել ոսորթեմի իրավապահ մարմինների մոտ, prime crime ինչ-որ կայքից վերցնում են ինչ-որ տվյալներ, զննություն են կատարում եւ ասում են դու քրեական ենթամշակույթ կրող ես։ Քրեական կամ իրավապահ մարմինների ինչ-որ մի օղակ տեղեկանք է նախապատրաստում եւ տալիս եւ ասում է կոնկրետ այս անձը քրեական ենթամշակույթ կրող է։ Որտեղից որոշեցին, ոնց որոշեցին, ինչ սկզբունքներով որոշեցին քրեական ենթամշակույթը, որպես այդպեսին ինչ աշճանակարգությամբ է որոշում, համենայն դեպս այս կապակցությամբ քրեական օրենսգիրքը խնդիրներ ունի եւ ընդ որում իրավական որոշակիության մասով եւ որոշակիացված չէ, կոնկրետ չի վկայակոչում կամ մատնանշում, թե ենթամշակույթ հասկացությունը ինչ է իրենից ներկայացնում։ Չնայած նրան, որ օրենսդիրը փորձել է որոշակի բացատրություն տալ, բայց այդ բացատրությունները, ինչպես ասում են, տարբեր տեղերից վերցված այսպես կսկտող բացատրություններ են, որոնք չեն դիմանում որևէ իրավական քննադատության, դեպի պարագայում նորից առաջ է գալիս իրավական որոշակիության խնդիրը, օրինակ են բերում, ասենք անձը ինչ-որ մեկին ասում է գումպարտ գումարը հետ տուր, ասում են դու քրեական ենթամշակույթ կրող ես։ Չեղավ դա այդպես։ Այդ դեպքն էլ էր, չէ՞ հենց այդպես, որ ինչ-որ պարտքի պահանջ է։ Հա, ես չեմ ուզում ավելի մանրամասն անդրադառնամ այդ մեղադրանքին, որ իմ պաշտպանյալի մեղադրանքին, բայց այնուամենայնիվ մոտավորապես այդպիսի մի վիճակ կա, որը որ նախ մասնակցության մասով որևէ կերպ հաստատված չի, հետո եթե անգամ հաստարկեին էլ դա քրեական ենթամշակույթ կրելու հանցակազմի հետ որևէ աղերս չունի, դա կարելի է որակել այլ հանցակազմերով, բայց ոչ երբեք քրեական ենթամշակույթ կրելու կամ աշճանակարգություն ունենալու հանցակազմով։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք քրեական օրենսգրքում ունենք մի շարք իրավահարաբերությունների կարգավորման հետ կապված քրեականացված արարքներ, որոնք քիչ թե շատ կամ որոշակի առնչվում են այդ ենթամշակույթի, այսպես ասենք, դիսպոզիտիվ հատկանիշներին։ Եվ այդ ամեն ինչից առանձնացնել, առանձին վերել, ասել, որ սա քրեական ենթամշակույթ է, սա տեղին չէ։ Որպես կանոն օրինակ են բերում Վրաստանի
մի հայտնի գործ, որ եվրոպական դատարանում քննվել է եւ եվրոպական դատարանը որոշում է կայացրել, բայց Վրաստանի փորձը կամ Վրաստանի գործը երբեք չի նույնականացում Հայաստանի հետ, ոչ էլ հայկական հասարակության հետ եւ Հայաստանի մենթալիտետի հետ։ Եվ այդ պարագայում կարծում եմ, որ օրենսդիրը այստեղ լուրջ մտածելու խնդիր ունի։ Սա կարծում եմ գործիք է կամ գործիքակազմ է, որպեսզի որոշակի անձանց շրջանակի պահել որոշակի հսկողության տակ այս քրեական ենթամշակույթի քրեորեն հետապնդելի արարքների անվան տակ։ Ասենք օրինակ միջդատական վարույթում որպես կանոն դիմում են կալանքների։ Դատարանները բավարարում են այդ կալանքները։ Մարդիկ տևական ժամանակ մնում են կալանքի տակ եւ հետո երբ որ ազատվում են կալանքից կամ այս կամ այն կերպով ենք արդեն ունենք հանրության մեջ մի քանի արդարացման դատական ակտեր, այո, հենց քրեական ենթամշակույթով, որ պայմանավորված է հենց իրավական որոշակիության խնդրով։ Դուք ուշադրություն եթե դարձնեք այդ դատական ակտերի ուսումնասիրությունը, ցույց է տալիս, որ դրանք խնդիր ունեն իրավական որոշակիության հետ։ Արդյոք չէ կապում, որ այս քայլով իշխանությունը փորձում են կոնկրետ շրջանակների, այսպես ասած, իրենցով անել նախընտրական շեմը, նաև տեղեկություններ հավաքել, որ չի բացառվում, որ ընտրությունների շեմին կոնկրետ անձանց փորձում են կոմպրոմատների միջոցով քրեական գործեր հարուցելով, կալանավորելով, բերել իրենց դաշտ հետագամ ընտրություններին օգտագործելու նպատակով։ Սա որևէ կերպ կապում է երևույթին։ Գիտեք, հիմա դրանք կլինեն նախնական այնպիսի գնահատականներ, որոնք որ ես այս պահին ձեռնպահ կմնամ, բայց այնուամենայնիվ ես քիչ առաջ էլ իմ խոսքում նշեցի, որ դա որոշակի միջոց է, գործիք է, որ հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին, տվյալ դեպքում նաև ինչ չէ իշխանություններին, որ որոշակի, այսպես ասած, զսպվածության, բան պահեն։ Ինչ վտանգ կարող էր ձեր պաշտպանյալը ներկայացնել, ինքը փորձել է հասկանալ, ինչ կարող է անել կամ ինչ օգուտ կարող է տալ կամ վնաս տալ իշխանություններին, որ այս փուլում նպատակարար գտնեցին իր կալանավորումը։ Ես նման հարցի հիմա որոշակի պատասխան տալ չեմ կարող, որտեղ քրեական վարույթում այդպիսի տվյալներ առկա չեն եւ ծանոթ էլ չեմ, թե կոնկրետ իմ պաշտպանյալը իր անձով ինչ վտանգ է չակերտավոր վտանգ կարող է ներկայացնել կամ չներկայացնել, որ իշխանությունները կամ իրավապահ մարմինները գնացել են այն քայլին, որ քրեականացրել են։ Նույն քրեական վարույթում կան որոշակի տվյալներ այն իմաստով, որ Ռաֆայել Պետրոսյանը քրեական ենթամշակույթ կրող անձ է կամ ունի բարձրագույն կարգավիճակ, քրեական ենթամշակույթ կրող բարձրագույն կարգավիճակ, դրանով պայմանավորված, բայց նպատակը որն է, թիրախային նպատակը որն է, չեմ կարող ասել, որտեղ քրեական վարույթի նյութերում այդպիսի տվյալներ որպես այդպիսին չկան, որ ես կարողանամ ասել, դա արդեն նպատակը հետո կարող է բացահայտվել կամ չբացահայտվել, չեմ կարող ասել։ Քրեական վարույթում համենայն դեպս այդպիսի տվյալներ այս պահին գոյություն չունեն։ Օրենքով գողերը ցուցմունք չեն տալիս, այսպես է սովորաբար միշտ մամուլը հրապարակել, դա այդպես է, պարոն Սարգսյան, ինքը ցուցմունք տվել է, խոսել է։ Օրենքով գողերի ցուցմունք տալու չտալու հետ կապված ես գոնե պրակտիկայում տեսել եմ մի քանի դեպքեր, որ տվել են։ Այս դեպքում իմ պաշտպանյան Ռաֆայել Պետրոսյանը նախ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց զուտ պաշտպանական տակտիկայի տեսանկյունից, որովհետեւ ոչ թե պաշտպանվել է դրանով, այլև պաշտպանվել է զուտ նրանով, որ վարույթ իրականացնող քրեական հետապնդման մարմինները կոնկրետ փաստական տվյալներ չեն դրել, չեն առաջադրել կամ չեն ներկայացրել նրան, որ նայել դրա վերաբերյալ ցուցմունք տար կամ չտար։ Կներեք, անգամ նույնիսկ առերեսում չի կատարվել, այսինքն ենթադրաբար պետք է ասենք, որ քրեական վարույթի նյութերում չկա տվյալ, որ գոնե մեկը ցուցմունք տված լինի Ռաֆայել Պետրոսյանի դեմ։ Այլև ընդհակառակը սովորական երևույթի նման, պրայմից վերցված ինչ-որ կսկտոր տվյալներով անձին ասում են դու քրեական ենթամշակույթ կրող անձ ես կամ այդ ունես բարձրագույն կարգավիճակ։ Դուք կարծում եք, որ այս քրեական գործը մի շարք այն օրենքով գողերի քրեական գործերը, որոնք որ դատարան գնացին, ինչպես գլխավոր դատախազներ Ռուսաստանից համապատասխան թուղթեր բերել ապացույցով, որ օրինակ այսինչ անձը համարվում է օրենքով գող, մինչդեռ այդ անձը արդարացվեց դատարանում, դուք կարծում եք հենց այս գործն էլ այդ ճակատագրին կարժանանա, պարոն։ Ես եթե գործ ունենք օրենքի եւ իրավունքի գերակայության հետ, ուրեմն այո, պետք է արդարացման դատական վերդիկտ կայացվի, արդարացման դատավճիռ կայացվի, հակառակ պարագայում այստեղ խոսք գնա ապօրինի կամ անօրինական քրեական հետապնդման մասին։
Ինչ վերաբերվում է նախ դա թղթով չի որոշվում, դա հասարակության մեջ արմատացած այնպիսի երևույթի մասին պետք է խոսք գնա, որ դա արդեն որպես սոցիալական երևույթ տվյալ հասարակության մեջ արմատացած լինի քրեական ենթամշակույթը։ Հիմա մենք չենք կարող, չէ՞, մեկին ասել, եթե դու հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես կամ դեմ ես դրան, ուրեմն դու ենթամշակույթ կրող անձ ես հանդիսանում։ Մենք ասում ենք, որ դու կամ դեմ ես կամ կողմ ես։ Այսքան բան, ես եթե սիրում, ասում ժողովուրդը մի խոսք ունի, ասում մեկը սիրում է, չգիտեմ, տերտերի, մյուսը տերտերի կնոջը, սա այդ տոշնի, որ ասում կոնկրետ այդ կարգը, այդ իրավիճակն է, մեկը մի գաղափարախոսություն է, մեկը մի գաղափարախոսություն, մեկը սիրում է տոլմա, մեկը սիրում է բորշ, բայց մենք չենք կարող ասել մարդուն մեղադրել, թե դու ինչ ես տոլմա սիրում։ Սա ամեն մեկը ճաշակի, որ ասում են համի զգացողության խնդիր է։ Հետևաբար ենթամշակույթ, քրեական ենթամշակույթին անդրադառնալ այն տեսանկյունից, որ դա սոցիալական այնպիսի երևույթ է, որի դեմ հանցավորության դեմ պետությունը իր իրավապահ մարմիններով գործիքակազմով օրեսդրական եւ վարչական գործիքակազմով չի կարողանում հանցավորության դեմ պայքարել։ Անունը ինչ-որ մեկին անունը դնել դու ենթամշակույթ կրող ես եւ դրա համար սահմանել որոշակի, ասենք, սանկցիա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն համարել տանել կալանավորել դրա համար, կարծում եմ, որ ոչ միայն սա իրավացի չի, այլև ժողովրդավարական պետություններում պետության անհարիր է։